Բարի լույս, բարի լուսավոր օր եմ մաղթում բոլորիդ իմ շատ սիրելի հարազատ դարձած բաժանորդներ, ընկերներ, բարեկամներ ջան, սիրելիներս, իմ լավ բարի մարդիկ, թող ձեր օրը սկսվի սիրով, հույսով և հավատով։ Տեսնում եք ինչ ձմեռային գեղեցիկ տեսարան եմ ցույց տալի բոլորիդ կիրակին թող լինի խաղաղ և բարի։ Տեսարանը տեսնում եք ձմեռային գողտրիկ գեղեցիկ տեսարան շատ նկարել է տանիքից թոռնիկս։ Սիրելիներս, նորից գեղեցիկ տեսարան եմ ցույց տալիս ձեզ։ Հարսս ու որդիս բարձրացել են տանիք և մաքրում են ձյունը։ Երկրորդ անգամ են մաքրում։ Այնքան շատ ձյուն եկավ այս տարի։ Հիմա նորից գալիս է ձյունը։ Գեղեցիկ տեսարան է, վայելեք սիրելիներս, հետո կգնանք ներս միասին, ձեզ էլ ինձ հետ կտանեմ ներս։ Վերևից հարսս հրելով բերում է ձյունը, ներքևից որդիս հրելով իջեցնում է ցած։ Մյուս կողմը մաքրել են, շատ հոգնել են, եկել են էս կողմի վրա են մաքրում։ Սիրելի հետևորդներ ջան, տանիքի վրայից հարսս ու որդին են ձյունը մաքրում, ներքևն էլ թափված ձյունը ավլում է թոռնիկս։ Իսկ ես սիրով ձեզ ցույց տվեցի, հիմա գնամ ներս, որպեսզի պատրաստեմ ճաշ, իջնեն ներքև լվացվեն, ճաշենք, ընթացքը ցույց կտամ ձեզ։ Սիրելիներս, մինչ տանիքից կիջնեն, կլվացվեն, ես արդեն ներս եմ եկել, պատրաստել եմ սեղանը ճաշի համար, արդեն ժամը 2-ն է, պետք է ճաշենք, պատրաստել եմ փլավ սովորական մակարոնով մանր, մաքրել եմ կանաչ բոխ կտրատել եմ, դրել եմ ծխի տված միսն եմ տաքացրել, բացել եմ նաև փակոսներից կարմիր ծիծակ թեթև կծու պղպեղ ձեթով պատրաստված, կիտայսկի կապուստա եմ դրել, այստեղ էլ պերեծ եմ բացել, գյազարով պատրաստված, Մարինկան պատրաստել է թարմը կաղամբով, վարունգով, խնձորով մի փոքր աղծան, դրել եմ թարմը կանաչի, բացել եմ գիլասի կամպոտ, որը մենք ենք պատրաստել, և դրել եմ իմ պատրաստած, հիշում եք պանիրը, որ հորել եմ, բացել եմ արդեն և դրել եմ սեղանին, և մեր հայկական անուշ համով հոտով լավաշը։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք ուտելուց հետո։ Սիրելիներս, ճաշեցինք, հանգստացանք, սրճեցինք, իսկ հիմա հարսս պատրաստում է խնկալի վրացական։ Վերցրել է 1 լիտր ջուր սառը, ավելացրեց 2 ճաշի գդալ աղ։ Լավ պետք է խառնի, մինչև աղը լուծվի, ուրիշ ոչ մի բան չի ավելացնում, և չափաբաժինները կգրեմ գրառման բաժնում, թե ինչքան ալյուր է հարկավոր, ինչքան աղ է հարկավոր, որքան ջուր է հարկավոր։ Իսկ հիմա ալյուրը լցնում է սեղանի վրա, փոսիկ է անում,
և ավելացնում է արդեն ջուրը, որտեղ աղը արդեն լցրել ենք և լուծվել է։ Պետք է պատրաստի շատ պինդ խմոր։ Սիրելիներս, եթե թույլ լինի, լավ չի ստացվի։ Պատրաստում է վրացական խնկալի։ Հետևեք և կտեսնեք, թե ինչպես է պատրաստում։ Խնդրում եմ դիտեք մինչև վերջ հոլովակը։ Այստեղ էլ լավ հունցում է խմորը, պետք է այնքան հունցենք, որ դառնա կոկ, շատ պինդ, ամուր, միաժամանակ էլաստիկ խմոր։ Խնկալի խմորը արդեն հունցեց, վերջացրեց, ցույց է տալի պատրաստ է, ստացվեց պինդ էլաստիկ խմոր։ Հիմա կծածկի, մինչ խմորը հասունանա, կաղա խնկալիի համար միսը։ Սիրելիներս, մինչ խմորը կհանգստանա, հացը սաղում է տավարի միսը խնկալիի համար և տոլմայի համար։ Միանգամից լրիվ կաղա, վաղը տոլմա կպատրաստեմ։ Տավարի միսը աղա վերջացնի, նոր կաղա խոզի միսը։ Տավարի միսը արդեն աղաց վերջացել։ Իսկ հիմա աղում է խոզի միսը։ Ինչպես տավարի միսը, որ լվացել է, ջրքանվել էր, այնպես էլ խոզի միսը։ Լավ լվացել եմ, ջրքանվել է, հիմա աղում եմ։
Տավարի խոզի միսը աղաց վերջացրեց, հիմա աղում է սոխը։ Սիրելիներս, սոխը աղում է տոլմայի ֆարշի համար, իսկ խնկալու ֆարշի համար մանրացնելի է սոխը։ Աղացած խոզի մսից և տավարի մսից պետք է պատրաստի խնկալի համար ֆարշ։ Հիմա մի փոքր կվերցնի ֆարշի համար, մնացածը կդնեմ սառնարանը, աղացած միսը կպատրաստեմ տոլմա։ Սիրելիներս, իսկ հիմա մանրացնում է խնկալի ֆարշի համար սոխը։ Մենք չենք մսաղացով աղում, այլ մանրացնում ենք, ըստ ցանկությամբ է։ Եթե դուք ցանկանում եք մսաղացով աղալ, աղացեք և պատրաստեք ֆարշը աղացած սոխով, եթե պատրաստում եք խնկալի, եթե ցանկանում եք կարող եք մանր կտրատել։ Մենք սիրում ենք, որ սոխը մանր կտրտած է լինում, ինչպես քյուֆտայի մսի մեջ մանր կտրտած սոխը երևում է, այդպես է խնկալի մեջ ենք սիրում։ Սոխը մանրացնելուց հետո հիմա մանրացնում է 1 հատ կարմիր քաղցր պղպեղ։ Եթե կծու լինի, մի փոքր էլ կծու ավելացնեք, ավելի համեղ կլինի։
Վերջ, կտրատեց, վերջացեց նաև քաղցր պղպեղը։ Սիրելիներս, խնկալու ֆարշի մեջ միայն մանրացնում է թարմը համեմ։ Ցույց է տալի խնկալու ֆարշը։ Աղացած երկու տեսակի մսի վրա մանրացրել է սոխ, մանրացրել է կարմիր պղպեղ և կանաչիներից թարմը համեմ, իսկ հիմա կհագնի ձեռնոցները և կավելացի մնացած համեմունքները՝ սև պղպեղ և աղ։ Կարմիր պղպեղ չի ավելացնում, որտև կարմիր թարմը պղպեղ մանրացրել է։ Մի կես թեյ գդալ ավելացրեց սև աղացած պղպեղ և աղ։ Ընթացքում աղի համը կնայի, նորից պակաս լինի կավելացնի ու կսկսի լավ հունցել։ Իսկ հիմա ավելացնում է սառը ջուր։ Այնքան պետք է ձեռքով հունցի, մինչև աղացած մսի գնդիկները լավ բացվեն։ Ավելացնում ջուր, որովհետև մեկ բաժակը քիչ է։ Ավելացնում ենք այնքան ջուր, որ ֆարշը լինի փափուկ և համասեռ։ Խնկալի ֆարշն էլ է արդեն պատրաստ, հիմա կսկսի արդեն գնդել խմորը, որպեսզի արդեն պատրաստի խնկալին։
Արդեն գնդեց, վերջացրեց, հիմա բացում է խնկալու խմորը։ Սիրելիներս, խմորը բացեց, հերթով շարեց, հիմա ցույց է տալի խնկալու ֆարշի փափկությունը, ջրալությունը, ինչքան փափուկ ջրալի ֆարշ է ստացվել։ Արդեն հերթը հասավ ֆարշը դնելու խմորի մեջ, մի լավ լիքը գթալ ֆարշ է դնում և սկսում է կողքերը հավաքել։ Շատ է դնում, որ համեղ լինի, դրա համար է կոչվում է տնական խինկալի։ Այսպես գեղեցիկ հավաքում է, կպցնում է իրար և մկրատով կտրում։ Տեսնում եք ինչքան լավ գեղեցիկ ստացվեց, ծալքերով գեղեցիկ խնկալի։ Մի 3-4 սաատ ցույց կտամ, մնացածը կփաթաթի արդեն կադրից դուրս, որպեսզի երկար չթվա ձեզ, չցանձրանաք, մինչև վերջ որ փաթաթի երկար կտևի։ Խնկալի ջուրը դրել ենք եռա, ցույց եմ տալիս արդեն փաթաթված պատրաստի խնկալիները, որ պետք է եփենք։ Սիրելիներս, արդեն լավ ուժեղ եռում է խնկալի ջուրը, ջրին ավելացնում ենք աղ, որ համեղ լինի մեր խնկալին, և մի քիչ բուսայուղ։
Հիմա ջուրը խառնում եմ, որպեսզի համ աղը լուծվի եւ խառնելով խնկալիները պետք է դնի հերթով հատիկ-հատիկ այդ եռման ջրի մեջ։ Համ խառնում է եւ մեկ-մեկ ավելացնում է։ Տեսնում եք, այդպես լավ է ստացվում։ Սիրելիներս, խնկալիները ջրի մեջ եռալուց ժամ ենք պահում 7 րոպեում եփում է։ 7 րոպեի հետո արդեն պատրաստ է խնկալիները։ Արդեն անցել է 7 րոպե, խնկալիները լավ եփվել են, ջրից հանում են։ Տեսնում եք ինչ ընտիր խնկալիներ ստացվեց, ոչ ծակվեց, շատ կայուն մնաց խմորը եւ ընտիր համեղ ստացվեց։ Հերթով կեփենք, հիմա այս պարտիան կհանենք, մյուսը կդնի։ Սիրելիները շատ համեղ, հյութալի խնկալիներ պատրաստեց իմ շատ սիրելի հարս Մանիկը։ Տեսնում եք ինչքան հյութեղ է եւ շատ փափուկ է ֆարշը ստացվել։ Սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ բարի եք ու այդքան դրական եք։ Այսքանով ավարտում եմ այս համեղ հոլովակը։ Մաղթում եմ ձեզ եղեք առողջ եւ օրհնված, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։ Ձեզ հետ էր ձեզ շատ սիրելի Տիկեն Մարինեն։ Ցտեսություն։